Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես լավ կլիներ, որ այսուհետ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի փոխարեն հանդես գար արհեստական բանականությունը, որովհետեւ որքան շատ է խոսում օրիգինալը Նիկոլ Փաշինյանը, այդքան ակնառու է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի տիրապետում օրենքներին, չի տիրապետում սահմանադրությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները անդրադարձան վեհափարի դեմ հարուցված քրեական գործին, ինչին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն տվեց հետևյալ պատասխանը. Ես թերևս այն կարդամ, որպեսզի որևէ թյուրըմբռնման տեղի չտա, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը ասաց. Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր իմ որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվեր, եւ ես որոշեի այդ որոշումն իրականացնել։ Եթե ես դա անեի, իմ դեմ քրեական գործ կհարուցվեր։ Նախ անդրադառնանք, թե ինչ քրեական գործ է հարուցված վեհափար Հայրապետի դեմ։ Եվ ոչ միայն նրա, այլ հոգևոր խորհրդի եւս 6 եպիսկոպոսների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Մասացյոտնի թեմի առաջնորդը Արման Սարոյանը, որը նախկինում Գևորգ Սրբազան էր, հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից եւ կարգալույց արվեց հոգևոր խորհրդի կողմից եւ վեհափար Հայրապետի կողմից։ Արման Սարոյանը հետայսու արդեն Արման Սարոյան իր կարգալույց լինելուց հետո դիմեց դատարան պահանջելով, որպեսզի վերականգնեն իր հոգևոր ծառայությունը եւ վերականգնեն իր պաշտոնը։ Եվ բնականաբար, քանի որ Արման Սարոյանը այն 10 տիրադավներից մեկն էր, որոնք դեմ էին դուրս եկել վեհափար Հայրապետին եւ կատարում էին Նիկոլ Փաշինյանի կամքը, բավարարեց Արման Սարոյանի հայցը։ Հարգելի հետևորդներ, այն, որ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տանում իր որոշումների եւ վեհափարի որոշումների միջև, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ոչ օրենքներին, ոչ սահմանադրությանը։ Սահմանադրորեն եկեղեցին եւ պետությունը տարանջատված են եւ պետությունը որևէ լիազորություն, իրավասություն չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Եթե եկեղեցին, եթե հոգևոր խորհուրդը վեհապար Հայրապետը որևէ մեկին կարգալույց է անում եւ հեռացնում իր զբաղեցրած պաշտոնից, ապա դատարանը չունի իրավասություն, որպեսզի պարտադրի նրան վերականգնեն։ Այդ ամենը եկեղեցու ներքին գործն է։ Դրա համար կան բազմաթիվ նաև այլ պատճառներ, որ դատարանը չի կարող պարզապես միջամտել, որովհետև դատարանը, քաղաքացիական աշխարհիկ դատարանը ոչինչ կարող է եւ չհասկանալ եկեղեցու գործերից եւ չհասկանա, թե ինչու են մարդուն կարգալույց անում եւ ինչու են մարդուն հեռացնում իր զբաղեցրած պաշտոնից։ Երբ դատարանը միջամտում է, ապա խախտում է սահմանադրության պահանջը, ապա ուղիղ խոչընդոտում է եկեղեցու գործերին եւ ուղիղ ելի եմ շեշտում խախտում է սահմանադրությունը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այդ համեմատությանը, ապա դա եւս ապացույցում է, որ նա չի տիրապետում օրենքներին։ Հարգելի հետևորդներ, վարչապետը հիմնականում ճնշող մեծամասնությամբ նշանակում եւ ազատում է այնպիսի մարդկանց, որոնք զբաղեցնում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններ։ Քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում եւ հեռացնում է միայն երկրի ղեկավարը եւ նրանք չեն կարող դիմել դատարան, որպեսզի պարտադրեն երկրի ղեկավարին, որպեսզի վերականգնեն իրենց աշխատանքը այս կամ այն նախարարի պաշտոնում։ Էլի եմ շեշտում, դա քաղաքական նշանակություն է, ունի քաղաքական նշանակություն։ Այլ պաշտոնները, որոնց նշանակում եւ հեռացնում է Նիկոլ Փաշինյանը, ունեն հայեցողական նշանակություն, որոնք կրկին ամբողջովին գտնվում են Նիկոլ Փաշինյանի, լավ չասեմ Նիկոլ Փաշինյանի, տվյալ պահին պետության ղեկավարի իրավասության ներքո, հենց այդ պատճառով էլ դրանք կոչվում են հայեցողական պաշտոններ։ Եվ
այդ համեմատությունը, որ դատարանը կարող էր որոշում կայացնել, որ իր այս կամ այն նշանակ ազատումը ապօրինի է եւ պարտադրեր իրեն, որպեսզի նա նորից տվյալ անձին նշանակեր իր պաշտոնում, ապա խոսում է Նիկոլ Փաշինյանի օրենքների չիմացության մասին, որովհետեւ սովորաբար մնացյալ պաշտոններում նշանակում է ոչ թե երկրի ղեկավարը, այլ օղակներ, այլ տեսչության ղեկավարներ եւ այլն եւ այլն։ Նման պարագայում իհարկե կարող է աշխատանքից հեռացված մարդը դիմել դատարան եւ պարտադրել, որպեսզի վերականգնվեն իր իրավունքները եւ վերականգնվի իր նախկին աշխատանքը։ Սակայն դա չի վերաբերում երկրի ղեկավարին։ Բայց եկեք մի պահ պատկերացնենք, ինչը Նիկոլ Փաշինյանից հեռու չէ, որ նա կարգադրում է այնպիսի մարդու հեռացնել աշխատանքից, որի հեռացման հրամանը չի մտնում իր լիազորությունների մեջ։ Հիշում եք, երբ որ նա 2018 թվականին դեռ նոր եկել էր իշխանության եւ այդ իր էմոցիոնալ, էյֆորիկ այդ հողի վրա, եթե չեմ սխալվում, հարկային տեսչության պետեկամուտների կոմիտեի աշխատակցին կարգադրեց հեռացնել աշխատանքից, այնուհետև կարգադրեց, որպեսզի նրան վերականգնեն աշխատանքի։ Հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը խախտեց օրենքները, որովհետև նա նախ իրավունք չուներ կարգադրելու, որպեսզի այդ մարդուն հեռացնեն աշխատանքից, այնուհետև նա իրավունք չուներ կարգադրելու, որպեսզի նրան վերականգնեն իր նախկին աշխատանքին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը օրենքները խախտել է հենց իր պաշտոնավարման գրեթե առաջին իսկ օրերից։ Բայց ելի եմ ուզում ասեմ, եկեք մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը կարգադրում է աշխատանքից հեռացնել որևէ, ասենք, նախարարության ինչ-որ մի մասնագետի։ Եվ պատկերացրեք, որ այդ մասնագետը դիմում է դատարան եւ պահանջում է, որպեսզի նրան վերականգնեն իր աշխատանքում։ Նման բան իհարկե կարող է տեղի ունենալ։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետամուտ լինել իր խախտված իրավունքների վերականգնմանը։ Բայց արդյոք իրատեսական եք համարում, որ կգտնվի մի դատավոր, որը անցալով Նիկոլ Փաշինյանի կարգադրությունը կկայացնի որոշում, որպեսզի այդ մարդուն վերականգնեն իր աշխատանքին։ Հաջորդ աշխատանքից զրկվողը կլինի հենց այդ դատավորը։ Եվ դրա վառ ապացույցն էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Հիշում եք դեռևս ոչ վաղ անցյալում ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը, որ կա արդյոք այս երկրում մի դատավոր, որը չկատարի իմ հրամանները կամ կարգադրությունները։ Պատկերացնում եք, ինչպես կարող է իմանալ նման հայտարարություն անող մարդը այսօր շողոքորթերեն հայտարարել, որ եթե ինքը չկատարի դատարանի որոշումը, ապա իր դեմ կհարուցվի քրեական գործ։ Այդ որ մի դատավորը նրա դեմ պետք է հարուցի քրեական գործ, հարգելի հետևորդներ։ Ինչպես կարելի է, այսպես ասած, ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր թեկուզ իրենց կամքից անկախ ժամանակ առ ժամանակ խաբվում են Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Ինչպես կարելի է այդ կուտը ուտել։ Ինչպես կարելի է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ կգտնվի որևէ դատավոր, որը քրեական գործ կհարուցի եւ կպարտադրի Նիկոլ Փաշինյանին անել այս կամ այն բանը։ Հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները կամ օրենքի չիմացության արդյունք է, կամ ծաղր նետված ընդհանրապես մեր պետական համակարգին, ծաղր նետված ընդհանրապես մեր հասարակությանը։ Նայեք, նույն Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետը, SMS-ով հրահանգ է իջեցնում պատգամավորներին, որպեսզի նրանք վայր դնեն մանդատը։ Նայեք, մեր սահմանադրությամբ գործադիր իշխանությունն ու օրենսդիր իշխանությունը հստակ տարանջատված են եւ գործադիր իշխանությունը որևէ իրավասություն չունի օրենսդիր իշխանության վրա, բայց Նիկոլ Փաշինյանը SMS-ով հրահանգում է պատգամավորներին վայր դնել մանդատը։ Սա աղաղակող խախտում էր, էլ ուր մնաց, որ նա մեկին աշխատանքից հեռացնի, այնուհետև դատարանը որոշի նրան վերականգնել ու
Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցի։ Հիմա նայեք ինչ տեղի ունեցավ այդ падգամավորների հետ, որոնց նա կարգադրել էր մանդատը վայր դնել։ Նրանցից մեկը հլու հնազանդ վայր դրեց մանդատը, ենթարկվեց Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսը ըմբոստացավ մինչև վերջ տեր մնալով իր իրավունքներին, որ ինքը падգամավոր է եւ պարտավոր չէ ենթարկվել պետության ղեկավարին։ Անմիջապես այդ մարդու դեմ հարուցվեցին քրեական գործեր։ Անմիջապես խոսքս Հովիկ Աղազարյանի մասին է։ Անմիջապես այդ մարդու հեռախոսի մեջի պարունակությունը դարձավ հանրային սեփականություն։ Այսինքն ոչ միայն որոշեցին այդ մարդուն պատժել իրավական ճանապարհով, այլ նաև փորձեցին նախքան պատժելը խայտառակ անել ամբողջ հանրապետությունով մեկ։ Ահա նման գործելավոճով ընթացող իշխանության ղեկավարը այսօր լրագրողների մոտ չքմեղանում է եւ փորձում իրեն ներկայացնել որպես երկրի օրինապաշտ ղեկավար։ Հարգելի հետևորդներ, միանշանակ չանդրադառնանք այն իրավական պրոցեսներին, որոնք ընթանում են վեհապար Հայրապետի շուրջ, որովհետև դրանք ոչ թե իրավական են, այլ ամբողջովին քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ իր կուսակցության ՔՊ-ի ծրագրում ամրագրել էր, որ վեհապար Հայրապետը պետք է հեռացվի հայ առաքելական եկեղեցուց։ Եվ բնականաբար Նիկոլ Փաշինյանը այսօր կատարում է իր նախընտրական խոստումը այդ ամենը գցելով ժողովրդի գրպանը։ Նա ուղիղ ժողովրդին է փորձում պատասխանատու դարձնել իր ոչ միայն հակապետական, այլ նաև հակահոգևոր գործունեության համար։ Նա մանիպուլացնում է այնպես, իբր ինքը ժողովրդի կողմից ստացել է մանդատ վեհապար Հայրապետին հեռացնելու, սակայն նման մանդատ նա չի ստացել ժողովրդի կողմից։ Եկեք չմոռանանք, որ թեպետ վեհապարի մասին ՔՊ նախընտրական ծրագրում կար նման կետ, սակայն նախընտրական ծրագրերը գրեթե ոչ ոք չի կարդում։ Իսկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները գրեթե չեն խոսացել վեհապար Հայրապետից։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի իմացել, որ ՔՊ նախընտրական ծրագրում կա վեհապար Հայրապետին հեռացման կետ, վեհապար Հայրապետին վերաբերող կետ։ Հետևաբար այսօր վերարտադրվելով իր պաշտոնում Նիկոլ Փաշինյանը իր բնավորության համաձայն մանիպուլացնում է եւ ուղիղ պատասխանատու սարքում ժողովրդին իր հակահոգևոր գործունեության համար։ Եվ այս պայմաններում քննարկել իրավական գործընթացների մասին, խոսել իրավական գործընթացներից ամենևին տեղին չէ, որովհետև իրավական գործընթացներից կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ դրա համար կան իրավական հիմքեր, մինչդեռ վեհապար Հայրապետի դեմ գրոհում որևէ իրավական հիմք չկա, այն ամբողջը քաղաքական էր, չլիներ Արման այդ նախկին Մասացյոտնի առաջնորդի գործը, լինելու էր մեկ այլ գործ, չլիներ այդ մեկ այլ գործը, ՔՊ-ն կմոգոներ մեկ ուրիշ գործ, այսինքն անխուսափելի էր վեհապար Հայրապետի դեմ քրեական գործ հարուցելը, անխուսափելի էր, հետևաբար այն ամբողջովին քաղաքական է։ Ուստի եւս մեկ անգամ ուզում եմ կոչ անել ու հորդորել մեզ բոլորիս, որ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքին։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոսք ինքնախոստովանական ցուցմունք է իր դեմ։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքը հակասում է երեկվա խոսքին։ Վաղվա խոսքը հակասելու է այսօրվա խոսքին, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է, նա խոսում է ոչ թե օրենքի տեսակետից, այլ խոսում է թե այդ պահին ինչ է ձեռնտու իրեն ասել։ Եվ քանի որ պահերը փոխվում են նաև բնականաբար իր ասելիքները, հետևաբար ամբողջովին հակասում են մեկը մյուսին։ Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ոչ սահմանադրությանը, ոչ էլ օրենքներին, ամենևին իրեն չի մտահոգում, որովհետև իրեն չի հետաքրքրում ոչ սահմանադրությունը, ոչ էլ օրենքները։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ընդամենը հաստատել միահեծան
իշխանություն, որտեղ թե ինքն է օրենքը, թե ինքն է սահմանադրությունը եւ ինքը բացահայտ այդ մասին հայտարարում է։ Հիշում եք նրա մեկ այլ հայտարարություն, բացի դատավորներից, երբ նա հայտարարեց ես եմ կառավարությունը։ Այ երբ որ մարդը ասում է ես եմ կառավարությունը, նշանակում է չկա մեկ այլ մարդ, որը կկարողանա թեկուզ օրենքով հակադրվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ ինքն է օրենքը, ինքն է իրավունքը եւ ինքն է հաստատում նաեւ այլոց իրավունքները եւ այլոց պարտականությունները։ Ահա հարգելի հետևորդներ, նման իշխանություն ունենք մենք եւ նման իշխանությունն է փորձում ձևավորել ոչ միայն ներկան, այլ նաեւ մեր ապագան։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ